Նաև ասեք ինչ եք, հա, անում։ Հա, վերջացնեմ։ Մի հատ բացատրեք էս ինչա։ Ուրեմն սա ակցիա է Անջան Իվարյան։ Նիկոլի սիրած Չակուչը 26 թվականի ընտրություններին սարքենք որպես թարս աճած վարում։ Ինչ եմ ես դա անում եմ որպես նշան այն բանի, որպեսզի ընդդիմությունը համախմբվի միասնական ձևով մինչև հունիս ամիսը, մայիս ամսին կարողանա ցույց տալ, որ համախմբված է եւ իշխանությունը Նիկոլը կեղծիքներ կատարելու ընտրությունների կեղծելու հնարավորություն չունեն։ Ես գիտեմ ընդդիմության մեջ կան շատ մեծ ամբիցիաներ, շատ մեծ հավակնություններ ունեն որոշ մարդիկ։ Իվարյան կարծես ուզում են ձեր ակցիայի դերը տանեն։ Թող տանեն, մեկը տանողի գլխին է Չակուչի իջնելու է Նիկոլի շնորհիվ վարունգն համապատասխան տեղը։ Եթե իրենք չեն գիտակցում, ես դա իրենց համար եմ անում եւ անում եմ ժողովրդի համար։ Ուստի ես խնդրում եմ բոլորը արձագանքեն այդ կոչին, միավորվեն եւ 26 թվականը սարքենք Չակուչը թարս աճած վարունգի շարժման։ Առաջ մսակցանը ես հետո իմ լայվում երեկոյան ավելի մանրամասն կասեմ ծրագրերի մասին եւ կդիմեմ բոլոր ընդդիմադիրներին, որպեսզի իրենք միավորվեն։ Պարոն Վիրաբյան, այսինքն սպասում եք դի ակցիաներ, հա։ Իհարկե, ընտրությունների տարին է եւ մենք այդ ակցիաները անընդհատ անում ենք։ Ես ունեմ համակիրներ, համախոհներ, մսակցություններ կան, ոչ մարդիկ կան, որոնք ընդառաջում են իմ առաջարկներին եւ փորձում են իրենք մասնակցել եւ մենք մասնակցել ենք։ Ներողություն, հետաքրքիր է, որ ակցիան հենց դուք եք անում, որովհետեւ նախորդ իշխանությունների ժամանակահատվածում դուք ձեզ համարում էիք հետապնդվող, ապաստան էիք խնդրել, ժողովրդավար չէիք համարում Հայաստանը, բայց հիմա ստացվում է դուք Անի ջան, տեսեք ճիշտ եք ասում, ես բազմաթիվ լրագրողների հետ իմել, այսօր երկուստ եք եկել, անձերին սպասարկող լրատվամիջոցները չեն արձագանքում անհատներին, իրենք սպասարկում։ Չէ, ես ասում եմ դուք նախկինում ձեր մասն եք։ Նախկինում ես պայքարել եմ, դրա համար էլ լեզուս երկար է, հիմա էլ եմ պայքարում, որովհետև ոչինչ չի փոխվել, միջոցներն ավելի են խստացել, ավելի դժգոհ է կիրառվում, նույնիսկ մարդիկ ընտանիքներ են մտնում, որոնք նախորդների ժամանակ չկան։ Ես աբիժնիկ չեմ, որ ասեմ մյուսներից նեղացած եմ, Նիկոլը հիմա լավն է, Նիկոլին պաշտպանեմ։ Իմ այն ժամանակին հիմա էլ իմ նպատակը ժողովրդավարական երկիր ունենալն է, որի համար ես պարտավոր եմ պայքարել, իմ կյանքը նվիրել եմ այդ պայքարին։ Իմ համար ոչ մի նշանակություն չունի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն, բոլորին էլ դեմ եմ եղել, բայց իմ սպասելիքները իշխանապողությունից հետո 15 թվականին չիրականացան։ Ես տեսնում եմ այնպիսի մի անձնավորություն, որը ոչ Լևոնի կողմնակից է, ոչ Սերժի, ոչ Ռոբերտի։ Եթե լրատվամիջոցներն աշխատեն, ազատ մամուլ լինի, շատ կան։ Կան մարդիկ, որոնք ունեն հստակ ծրագրեր, ամեն ինչ ունեն, եւ ծրագրերը չեն գործում։ Հիմնականում գործելու են մարդիկ, որոնք կարող են ծրագիր առաջարկել, որ 2 տարվա ընթացքում իրենք վարչապետի պաշտոնը կթողեն, 2 տարվա ընթացքում կանցկացնեն հանրաքվե նախագահական կառավարման համակարգի անցնելու, կտրվի նախորդների իշխանության գնահատականը, կատարած աշխատանքների իրավական քաղաքական, որից հետո շատ մարդիկ կհայտնվեն։ Պարոն Վիրաբյան, ես ձեզ այլ հարց ունեմ, Աշոտ Կարապետյանի հետ կապված ես ձեր խնդիրները հիշում եմ, գործերը հիշում եմ, իրեն եք մատնանշում են ժամանակահատվածում, օրինակ իր մահվան հանգամանքները ձեզ համար վստահելի է։ Ինձ համար շատ ցավալի է։ Վստահելի են մահվան հանգամանքները։ Վստահելի չի, որովհետև ես մի քիչ ավելին գիտեմ, որը մասսայական չեմ կարող ասել, հանգամանքները վստահելի չեն։ Միևնույն ժամանակ ես ցավ եմ ապրում, որ մարդի հետ այդպիսի դժբախտություն պատահեց։ Շատերը ինձ աչքա լուսանք են տալիս, շատերը ինձ։ Մենք չէ, մենք չէ։ Քաղաքացի, մենք լրագրող ենք։ Մենք լրագրող ենք։ Չի թույլատրվում ստա։ Չի թույլատրվում, ակցիան ավարտվեց, կարող եք։ Քաղաքացին է անում ակցիան, մենք հարցեր ենք տալիս։ Ինձ նկարել։ Բայց ես
Ինձ մի Չակու չէ, ուրիշի ձեռքը չտակ։ Չակու չէ։ Հանրային ակցիա է եղել։ Ուրիշի ձեռքը չտակ, ժողովրդի համար վտակ։ Կարևորը որ ցեցիկ ուրիշի ձեռքը չտակ։ Ձեր ակցիան համարում եք կայացած։ Ակցիան նոր է սկսվում, կայացած կհամարեմ, եթե արձագանք գտնի եւ շատ ընդդիմադիրներ փորձեն արձագանքել, պարտադիր չի իրենք էլ կան այստեղ չակուչ կախեն կամ վարում բերեն կախեն, կարևորն է որ իրենք զգան, որ ասենք այդ շարժումը կարող է իրենց օգնությամբ նպատակին հասնել, համախմբել ժողովրդին։ Ես նորից եմ կրկնում, եթե մայիս ամսին ժողովուրդը չզգաց, որ այնպիսի մթնոլորտ է, որ Նիկոլը չի հաղթելու, ուրեմն հունիս ամսին մենք տանուլ կտանք։ Ավելին ասեմ, իրադարձությունները ցույց են տալի ընդդիմության դանդաղկոտությունը, ընդդիմության պասիվությունը ներկա պահին հնարավորություն է տվել եկեղեցին, տեսեք, առաջ 10 քահանայեր, հիմա արդեն դառան 13։ Եթե այդպիսի դանդաղ իրավիճակում դանդաղ գործողություններ իրականացնեն եւ պասիվ մնան, շատ հնարավոր է բոլորը հասկանան, որ մեկ է Նիկոլը հաղթելու է, միանան Նիկոլի շարժմանը։ Իսկ մեր ժողովրդի 30 տարվա մեջ սովորել է, որտեղ ուժեղ է, այդտեղ են վազում, որտեղ շահ կա, այդտեղ են վազում։ Ուղղակի մարդկանց հոգեբանությունը պետք է փոխել պայքարի միջոցով։ Տեսեք դուք ստացվում էր, որ Չակուչը Նիկոլ Փաշինյանինն է, բայց բերեցիք խորհրդարան։ Կառավարություն պիտի տանեիք գուցե, թե ուղղակի զուտ նրա համար, որ խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ ես տրադիցիոն այստեղ իմ պայքարի միշտ կետն եմ համարում, որովհետև մի քանի տարի առաջ երբ որ պատգամավորներն ասել էին փող չկա ժողովուրդը մսի փոխարեն թող կարտոշկա ուտի, ես նույն պահպանակների մեջ բերեցի կարտոշկեն կախեցի իրենց համար, այնպես որ ես տրադիցիան պահում եմ, ես երբեք չեմ հրաժարվել իմ պայքարից, ով էլ ուզում է լինի, ու նպատակասլաց ես գնում եմ այդ պայքարի արդյունքի համար, հաջողության համար։